քանի կա Հայաստանում Ղարաբաղյան կլան, քանի կա նախկին իշխանություն, հանրապետական եւ կոալիցիաները, դաշնակցություն եւ այն ինչ որ կա, այդ կաշառքել լինելու է բրծավ։ Քանի դրանք կան որպես քաղաքամիավոր անդամալույս թե կենթանի, դա լինելու է եւ ընտրությունը ինչի վերածեցին։ Ընտրությունը այս պարագայում վերածեցին մարքեթինգի։ Այստեղ ասենք, այսպես ասենք, վարչապետի ձայն տվողները վերածեցին հայրենասիրության մի պայքարի, մեր մյուսը մարքեթինգ էր, առևտուր, ուղիղ իմաստով, եւ այսպես վատը բազմաթիվ էստեղ վատ բաներ կան, բայց հայ հասարակությունը վերջնականորեն պառակտվեց, օրինակ ես հույս ունեի, որ այդ կան, ու դա հույս է, ոչ թե դա բան է, ասում եմ մեզ կհաջողվի կոնսոլիդացիայի ճանապարհը բռնել մեր ժողովրդի, բայց մեկուսացնելով Ղարաբաղյան կլանին։ Եվ իմ թեզիսը, որ քանի Հայաստանում կա մաֆիա, քանի կա Ղարաբաղյան կլան եւ նախկին այդ գողապետական բարագլուխներ, Հայաստանն ազատություն չի ունենալու։